Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, Ուրարտու մարզադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու AFL-ի Elite Cup-ի 1/8 եզրափակչի Liverpool Inter հանդիպման ընթացքին։ Ֆուտբոլիստները արդեն դուրս են եկել խաղադաշտ, քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը, կլսվի մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սուլիչը։ Ամեն ինչ պատրաստ է բարեկամներ հանդիպման մեկնարկի համար, թիմերը խաղին մոտեցել են մարտական կազմերով, միայն ու միայն հաղթելու պատրաստականությամբ։ Հանդիպումը մեկնարկում է գնդակով Լիվերպուլի ֆուտբոլիստներն են։ Այսպայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք արդեն խաղի ընթացքին։ Սկսենք Լիվերպուլից։ Համար 2 Վարդան Գրիգորյան, համար 5 Ժոզեֆ Շանելյան, համար 6 Գոր Մարտիրոսյան, համար 7 Տալա Ֆատի, համար 8 Մխիթար Համբարձումյան, համար 9 Անդրանիկ Պետրոսյան, համար 10 Ռոման Դավթյան, համար 13 Գրիգոր Արաքելյան, համար 14 Նարեկ Խանդամիրյան և համար 65 Ռաֆայել Մովսիսյան։ Անցնենք Ինտերին համար 2 Արթուր Հովանիսյան, համար 5 Արման Տեր Խաչատրյան, համար 6 Մհեր Դավթյան, համար 7 Սարգիս Մնացականյան, համար 8 Մարկ Պողոսյան, համար 10 Արման Նավասարդյան, համար 11 Սասուն Զոհրաբյան, համար 17 Գևորգ Վարդանյան, համար 22 Կոկո Ահարոնյան և համար 90 Անդրանիկ Հարությունյան։ Լիվերպուլն է գնդակով ետ փոխանցում։ Այո, անչափ հետաքրքիր հանդիպում է խոստանում այս հանդիպումը, քանի որ երկու թիմերն էլ հրաշալի մարզավիճակում են գտնվում և այսօր անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի պայքարը շարունակեն գավաթի խաղարկությունում։ Լիվերպուլն է գնդակով, հարված և պաշտպանը փակում է գնդակի ճանապարհը։ Էլիտ լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լիվերպուլը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը վաստակած 44 միավորով։ Ինտերը 10-րդն է, իր ակտիվում ունի 9 միավոր, իսկ Էլիտ լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ատլետիկոն 48 միավորով։ Եվ ընդամենը 4 միավորով է ընդամենը Լիվերպուլը զիջում առաջատարին։ Կենտրոնով Լիվերպուլի ֆուտբոլիստները փորձում են շարժվել առաջ։ Հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հարված Ինտերի դարպասից ես ձայն նետում։ Խառը իրավիճակ է, խառը պայքար գնդակի համար։
Եվ եզրից Ինտերի ֆուտբոլիստները գնդակը կմստեն խաղի մեջ։ Այո, Ինտերը էլիտ լիգայում, ներողություն Լիվերպուլը էլիտ լիգայում կանի ամեն ինչ, որպեսզի շրջանցի երկրորդ տեղում գտնվող Վիլյարեալից և պայքարի չեմպիոնության համար իհարկե դժվար կլինի առաջ անցնել նաև Ատլետիկոյից, բայց և այնպես տեսականորեն Լիվերպուլը շանսեր ունի չեմպիոնության փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Սալաֆատի խացում կենտրոն հրաշալի են համագործակցում Լիվերպուլի ֆուտբոլիստները խաբս է տալիս և անկյունային հարված ոչ հարված Ինտերի դարպասից գրոյի ուղղությունը տեղափոխում է աչեզը, սակայն Լիվերպուլի ֆուտբոլիստը առաջինն է հասնում գնդակին Տեսնենք Ինտերի հերթական գրոհը ինչպես ընթացք ունենա անհաջող փոխանցում էր և Լիվերպուլի արագ հակագրոհը կենտրոնով Ֆատի փոխանցում հարված և շեղեր հարվածը Լիվերպուլի ֆուտբոլիստները հաճախ են դիմում հեռար հարվածների օգնությանը Եվ գնդակը հայտնվում է դարպասում Սալաֆատի 1-0 1-0 դարպասապայի անհաջող խաղից հետո Սալաֆատին գրավեց դարպասը բացեց հանդիպան հաշիվը կոպիտ սխալ թույլ տվեց Ինտերի դարպասապահը որի արդյունքում էլ հաշիվը բացված է 1-0 փորձեց խաբս տալ դարպասապահը և Ֆատին ոտքը առաջ պարզելով գրավեց դարպասը Լիվերպուլն է գնդակով բարեկամներ փոխանցում Ձախ Եզար խաբս է տալիս հարված Ֆատի շրջափակեցին միանգամից Ինտերի ֆուտբոլիստները Martin գցին շարժը մայրաթը բեժմետ Չկնիկ նգրի սկույնը Իհարկե Ինտերը ամեն ինչ կանի հավասարեցնելու հաշիվը պետք է հեռացնել գնդակը արդեն մեկ անգամ պատոճվել են Ինտերի ֆուտբոլիստները Տուգանայինում նման փոխանցումներից հետո երկար փոխանցում դեպի Ձախ Եզար Եզրային նետում են Պետրան իրավունք են վաստակում փոխանցում Աչ Եզար Ֆատին ամառորեն փորձում է խլել գնդակը ստացվում է նրա մոտ փոխանցում Պետք է փոխանցում կատարել այո Աչ Եզար Լիվերպուլի հերթական գրոհը տեսնենք ինչպես կզարգացնեն այս գրոհը Անկյունային իրավունք են վաստակում Լիվերպուլի ֆուտբոլիստները անդադար գրոհում են Լիվերպուլի խաղացողները Ինտերը շեշտը դնում է հակագրոհների վրա
Չեն շտապում կարճ փոխանցումներով փորձում են շարժվել դեպի մրցակցի տուգանային հրապարակ։ Ֆատին ստանում է գնդակը ձախեզրում։ Շարժում է առաջ, պետք է փոխանցում կատարել, այդպես էլ անում է։ Հրաշալի համագործակցություն էր, բայց մրցակիցը խլում է գնդակը եւ աչքեզրով շարժում է առաջ Ինտերի ֆուտբոլիստը։ Փորձում է խապ ստալ, բայց հեռացված է գնդակը Լիվերպուլի տուգանային հրապարակից։ Գեղեցիկ անցում է, շարժում է առաջ Լիվերպուլի ֆուտբոլիստը, փոխանցում, Ֆատի, հարված, գոլ, 2-0 Տալա Ֆատի դուբլ։ Տալա Ֆատին մխիթար Համբարձումյանի փոխանցումից հետո կրկնապատկում է հաշիվը 2-0 և Ինտերը հայտնվում է բավականին ծանր իրավիճակում։ Հանդիպման 11-րդ րոպեն է արդեն հաշիվը 2-0 է։ Ինտերն է գնդակով, հրաշալի փոխանցում, բայց Լիվերպուլի պաշտպանները հրաշալի են խաղում, խլում գնդակը և փորձում զարգացնել իրենց հերթական գրոհը, բայց առանց շտապելու իհարկե։ Հանգիստ փորձում են կարճ փոխանցումներով շարժվել առաջ։ Անհաջող էր փոխանցումը։ Կրկին անհաջող փոխանցում Ինտերի ֆուտբոլիստների կողմից։ Խապս է տալիս։ Փոխանցում արված և հրաշքով գնդակը չհայտնվեց Ինտերի դարպասում 3-0։ Ոչ, չկա։ Չի արձանագրվում գոլը։ Կարծես թե ինչ է այստեղ։ Դեղին քարտ է ստանում Ինտերի ֆուտբոլիստը։ Գոլը արձանագրված չէ, դեռևս հաշիվը 2-0 է։ Փոխանցում առաջ։ Հանգիստ դատասապոյը վերցնում է գնդակը։ Լիվերպուլի հերթակագորը տեսնենք ինչպես կավարտվի։ Որսում են գնդակը Լիվերպուլի խաղացողները։ Եվ Ինտերի հերթակագորը տեսնենք։ Հրաշալի են պաշտպանվում պարզապես Լիվերպուլի խաղացողները։ Ինչպես հրաշալի գրոհում են, այնպես էլ փայլուն կերպով պաշտպանվում են։ Ֆատին գնդակն ուղարկում է Աչիեզեր։ Հասնում է գնդակին, ոչ, գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից։ Հիշեցնեմ, որ սա Էլիտ քափի 1/8 եզրափակչի հանդիպում է։ Պարտվողը լքում է պայքարը։ Տալա Ֆատին խլում է գնդակը, հասնում է գնդակին, փոխանցում կենտրոն, վտանգավոր դրություն է, հարված, Ֆատի, գոլ, 3-0, Ֆատին դառնում է գոլային փոխանցման հեղինակ այս դրվագում։
Ռոման Դավթյանը հաշիվը դարձնում է 3-0 բարեկամներ։ Փոխանցում առաջ։ Դարպասապը հանգիստ վերցնում է գնդակը եւ այն անմիջապես ուղարկում դեպի առաջ Ֆատի։ Ֆատին տեղափոխվել է խաղադաշտի աջ եզր։ Շամելյան։ Հետ փոխանցում դարպասապան։ Հիմա առավել եւս չեն շտապում Լիվերպուլի ֆուտբոլիստները, քանի որ արդեն հաղթում են 3-0 հաշվով եւ եզրային նետում։ Ինտերնետնակով ետ փոխանցում։ Շանելյանը հասնում է գնդակին։ Շանելյան, փոխանցում դեպի Ֆատի։ Տալա Ֆատի, դուրս է գալիս հարվածային դիրք, հարված, գոլ։ Հետրիկ Տալա Ֆատի, 4-0։ Շանելյանը դառնում է փոխանցման հեղինակ։ 4-0 բարեկամներ, ինչպիսի հրաշալի խաղ են ցուցադրում Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Ֆատին դառնում է հետրիկի հեղինակ, ինչպես նաև մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հետ փոխանցում։ Շանելյան։ Խախտել է կարծես Ինտերի ֆուտբոլիստը կանոնները։ Ուղղությունը տեղափոխում են աջ եզար, երբ փոխանցում Շանելյան։ Չնայած 4-0 հաշվին Ինտերը կրկին գրոհում է, չեն բավարարվում ձեռք բերածով, փորձում են էլ ավելի զարգացնել հաջողությունը։ Շանելյան։ Հրաշալի կերպով համագործակցում են խաղադաշտում Լիվերպուլի ֆուտբոլիստները, հարված։ Ծուրախ մայստեչ, պես։ Հրոսիկ։ Ինքելոց է սապոնը։ Հարված Ինտերի դարպասից։ Փոխանցում առաջ, բայց դարպասապատիրում է գնդակին եւ այն անմիջապես ուղարկում դեպի Ֆատին, վերջինս կենտրոնով սլանում է առաջ։ Խապս է տալիս, հարված, պաշտպանը փակում է գնդակի ճանապարհը։ Եզրից գնդակի Ինտերի ֆուտբոլիստները կմսնեն խաղի մեջ։ Չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը Ինտերի ֆուտբոլիստը։ Եվ կրկին
Եզրային նետում։ Խոզում Ձախեզր։ Հանդիպան 20-րդ րոպեն է բարեկամներ 4-0 հաշվով Լիվերպուլը հաղթում է Ինտերին, Էլիտ քափի 1/8 եզրափակչի հանդիպում է, հաղթում է առանց դժվարությունների։ Հրաշալի է խաղում հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստը, վտանգավոր դրություն է և հրաշքով գնդակը չհայտնվեց դարպասում։ Օգնության ասավ ուղղայաց դարպասածողը և քիչ էր մնում 5-րդ գնդակը հայտնվեր Ինտերի դարպասում։ Սումա Չեզեր Շանելյան Ալա Պատիխ, Աղերոսը, Սումա Չեզեր հրաշալի է 5-0 5-0 բարեկամներ Լիվերպուլի կազմում գոլի հեղինակ է դառնում 17 համարի ֆուտբոլիստը։ Հինգ 0 բարեկամներ Ռաֆայել Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ։ Եվ քիչ էր մնում գնդակը հայտնվեր Լիվերպուլի դարպասում։ Փոխանցում անկյունային Ինտերն է գնդակով, փոխանցում առաջ, անհաջող փոխանցում էր, 5-0 բարեկամներ Ֆատին Ձախեզրով սլանում է առաջ, հարված և հրաշքով հիմա գնդակը 6-րդ անգամ չհայտնվեց դարպասում, Լիվերպուլի 17 համարի համազգեստով ով խաղում, հատիկ ծրագրում 18 համար չկա։ Գլուխը բան։ Տեսնենք Ինտերի հերթական գրոն ինչպես ընթացք ունենա։ Հալում են գնդակը Լիվերպուլի խաղացողները։ Կարողացավ ընդունել գնդակը Շանելյանը և 1 րոպե հանդիպման առաջին խաղակեսի ավարտին Լիվերպուլը հաղթում է 5-0 հաշվով խաղացում առաջ խլում է գնդակը հիմա Շանելյանը և խաղի կանոնների խախտում
Վերջ բարեկամները առաջին խաղակեսը ավարտվում է 5-0 հաշվով։ Լիվերպուլի ֆուտբոլիստները հաղթում են առաջին խաղակեսից հետո։ Այս պայն կարճատիվ դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, սկսված է Լիվերպուլ Ինտեր հանդիպան երկրորդ խաղակեսը։ Սա Ապելի Էլիտ քափի 1/8 եզրափակչի հանդիպում է։ Առաջին կեսից հետո Լիվերպուլը հաղթում է 5-0 հաշվով։ Հրաշալի առաջին խաղակես ունեցանք, գոլառատ, հետաքրքիր։ Լիվերպուլը փայլուն խաղ ցույց տվեց առաջին կեսում եւ շարունակում է հրաշալի գործել, գրոհում է անդադար։ Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը։ Եվ եզրային նետում։ Ինտերն է գնդակով, հարված և Լիվերպուլի ֆուտբոլիստը փակում է գնդակի ճանապարհը։ Հարված և դարպասապահը վերցնում է գնդակը։ Լիվերպուլն է գնդակով։ Ետ փոխանցում դեպի դարպասապահը։ Մեսսիսյան։ Հրաշալի փոխանցում էր, բայց Ռաֆայել Մովսիսյանը չկարողացավ ընդունել գնդակը։ Տեսնենք Ինտերի հակագրողը ինչպիսի զարգացում կստանա։ Վտանգավոր կարող է ստացվել և անկյունային հարված։ Այս ստավին վեշկացում։ Հարկում են անկյունայինը հարված և մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սարես վրակալի կարատունի հարչուտի։ Հարված Լիվերպուլի հատպասից։ Ամուտ իշտով որել անելի մայրիս։ Ստիմոն չէ։ Ստիմոն դար, ստիմոն։ Պատի։ Չհասավ, փոխանցումը Պատին։ Խլում է գնդակը հիմա Լիվերպուլի խաղացողը, ամեն ինչ կարգին է, կարծես թե չկա խախտում, ոչ կա։ Ետ փոխանցում։ Եզրից Լիվերպուլը գնդակը կնետի խաղի մեջ։ Գրոյի ղությունը Լիվերպուլը տեղափոխում է ձախ եզար, Անելյան, ոչ Անելյանը չէ գնդակով։ Հրաշալի փոխանցում էր դեպի Պատին, որը տեղափոխվել է խաղադաշտի ձախ եզար։ Պատի պոկեր, 6-0։ Վեց զրո բարեկամներ,
Տալաֆատին դառնում է պոկերի հեղինակ։ Հանդիպան 30-րդ րոպեն է և արդեն հաշիվը 6-0 է։ Ինտերի հերթական գրողը տեսնենք ինչպիսի ընթացք ունենա փոխանցում կենտրոն։ Հարված և բարձր էր հարվածը։ Եզրային նետում։ Հեռացնում է գնդակը Համբարձումյանը, թողնում է գնդակը դուրս գալիս եզրից և Հովսիսյանը նետի եզրից գնդակը։ Խանցում դեպի տուգանային հրապարակ և անկյունային հարված։ Անդադար գրոհում են Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Համբարձումյան։ Փոխանցում Աչեզր դեպի Մխիթար Համբարձումյանը։ Փոխանցում, հեռացնում են Ինտերի պաշտպանները, բայց գնդակը մնում է Լիվերպուլի մոտ։ Տեսեք ինչպիսի ֆանտաստիկ փոխանցումներով, ինչպիսի հրաշալի համագործակցություն Լիվերպուլի ֆուտբոլիստների կողմից։ Կատարմամբ Ինտերը կենտրոնով շարժում է առաջ, փոխանցում ձախ եզար, գրոհի ուղղությունը տեղափոխում է մյուս եզար, փոխանցում, դարպասապահը վերցնում է գնդակը և առանց շտապելու փնտրում ազատ դիրքում գտնվող խաղընկերներին, որպեսզի փոխանցում կատարի։ Պատի տեսնում է Մովսիսյանին, հրաշալի փոխանցում էր, Պատի և անկյունային։ Կարող էր դառնալ պենտատրիկի հեղինակ Տալաֆատին, բայց դարպասապահը փրկեց դրությունը։ Հարված և անկյունային, ինչ են անում Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Փայլուն խաղ են ցույց տալիս պարզապես։ Փոխանցում առաջ։ Շանելյանը հասնում է գնդակին, հեռացնել է պետ գնդակը, հրաշալի խաղում, հրաշալի Համբարձումյան, տեսեք ինչ են անում Լիվերպուլի ֆուտբոլիստները, ինչպես են վարվում գնդակի հետ, Հովսիսյան, փոխանցում, հրաշալի է և 7-0 Տալաֆատի պենտատրիկ։ Ինչ է անում Տալաֆատին, պենտատրիկ, 5 գնդակ, հաշիվը դարձնում է 7-0։ Խաղի լավագույն ֆուտբոլիստը։ Հարված և շեղեր հարվածը։
Այո, չնայած 7-0 հաշվին Լիվերպուլը կրկին գրոհում է, փորձում է ավելի զարգացնել հաջողությունը։ Իսկ Տալաֆատին ավելացնում է գոլերի քանակը։ Խախտում այստեղ։ Խթար Ամբարձումյան։ Փորձում են խլել գնդակը, Ամբարձումյան ինչ է անում։ Եվ վերջին պահին Տալաֆատին պարզելով ոտքը ոչ, Մխիթար Համբարձումյանի հարվածից հետո գնդակն արդեն հայտնվել էր դարպասում 8-0 բարեկամներ ինչ է կատարվում Մովսիսյանը խլում է գնդակը հարված և 9-0 այ քեզ հաշիվ 9-0 Ռաֆայել Մովսիսյանը հաշիվը դարձնում է 9-0 Եվ կրկին ու կրկին Լիվերպուլի ֆուտբոլիստներն են գնդակով Իհարկե պետք է փաստենք Ռաֆայել Մովսիսյանի փայլուն հարվածը տեխնիկապես գրավեց դարպասը, պտտեցրեց գնդակը Բարսումյան ինտերնետ գնդակով հեռացված է գնդակը Հանդիպան 39-րդ րոպեն 9-0 Շանիլյանը հրաշալի կերպով խլում է գնդակը Մովսիսյան հետ փոխանցում Ֆատի Համբարձումյան 10-0 Ռաֆայել Մխիթար Համբարձումյան Մխիթար Համբարձումյանը հաշիվը դարձնում է 10-0 Հարված և մի փոքր շեղությամբ Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հիմա փոփոխություն ինտերի կազմում Մովսիսյանը ստանում է գնդակը
Խալ փոխանցում, բայց դարպասապա հասնում է գնդակին, փոխանցում դեպի ձախ եզր։ Շանելյան։ Չեն շտապում, կարիք էլ չկա շտապելու կարծում եմ, 10-0 հաշվով հաղթում են։ Խելում են գնդակը ինտերի ֆուտբոլիստները, բայց վարկան, նրանց գնդակի կորուս Շանելյան։ Ահա տեսեք ինչպես են դուրս գալիս խառի իրավիճակից Լիվերպուլի ֆուտբոլիստները շրջափակման մեջ գտնվելով կարողանում են հայլում փոխանցումով դուրս գալ շրջափակումից, հիմա Լիվերպուլի գրոհը Ֆատին կորցնում է գնդակը։ Ինչպես հրաշալի գրոհում են Լիվերպուլի ֆուտբոլիստները, այսպես էլ հրաշալի կերպով պաշտպանվում են։ Ֆատի է փոխանցում։ Հրաշալի փոխանցում էր դեպի Մովսեսյանը, ետ փոխանցում։ Ֆատի փոխանցում ձախ եզր։ Ինտերի գրոհը եզրային նետման իրավունք են վաստակում ինտերի ֆուտբոլիստները։ Ոչ Լիվերպուլն է եզրից նետում գնդակը։ Մովսեսյան։ Մովսեսյան։ Համբարձումյան։ Փոխանցում ձախ եզր։ Տալա Ֆատի։ Վտանգավոր դրություն է և հրաշքով գնդակը չհայտնվեց ինտերի դարպասում։ Անկյունային հարված։ Հրաշալի է խաղում Մովսեսյանը, փոխանցում դեպի ձախ եզր։ Ֆատի, Շանելյան։ Ինչպիսի համագործակցություն, ահա տեսեք։ Տեղին քարտ է ստանում Ինտերի 7 համարը։ Հասնում է ոչ, չկարողացավ հասնել գնդակին։ Սարգիս Մնացականյանը ստացավ դեղին քարտ։ Մովսեսյանի հետ փոխանցում։ Ուժեղ էր փոխանցումը։
Հայոն ինտերը լքում է պայքարը էլիտ կապում, Լիվերպուլը հայլն ու խաղ ցույց տալով հաղթում է մրցակցին, դեռևս 10-0 Հատին ստանում է գնդակը, փորձում է շրջանցել, բայց փորձում է գնդակը Կրկին Ֆատին է գնդակով Փոխանցում դեպի Մովսիսյանը Կարողացավ գնդակը փոխանցել խաղընկերոջը Եվ ինտերը կենտրոնով շարժում է առաջ անհաջող փոխանցում Համբարձումյանը ստանում է գնդակը Մովսիսյան Չի շտապում գրավել դարպասը կամ հարվածել դարպասին Համբարձումյանը խլում է գնդակը և պետք է հեռացնել փոխանցում դեպի դարպասապահին Մովսիսյանը հասնում է գնդակին Դերը խլում է գնդակը փոխանցում, բայց հրաշալի է խաղում Լիվերպուլի 9 համարը խլում է և սլանում առած ձախ եզրով Շանելյան Շանելյան, փոխանցում Ֆատի Խաղթում չկա անկյունային հարված է նշանակում Ծավարը Ինտերն է գնդակով, բայց դարպասապահը տիրում է գնդակին և այն անմիջապես ուղարկում դեպի Ռաֆայել Մովսիսյանը Փոխանցում առաջ, հրաշալի փոխանցում էր Մովսիսյանը ստանում է գնդակը և առաջ տապելու այն փոխանցում դեպի Համբարձումյանը Սարգիս Մնացականյան Հարված և Լիվերպուլի ֆուտբոլիստի իր վրա է վերցնում հարվածը և ինտերը խփում է հեղինակության գնդակ Վերջ բարեկամներ, հանդիպումը ավարտված է Լիվերպուլը հաղթելով ընդհանուր 11 հաշվով շարունակում է պայքարը էլիտ կապում Շնորհավորում եմ Լիվերպուլի ֆուտբոլիստներին հրաշալի հաղթանակի կապակցությամբ և այսքանով ավարտում ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից Այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում